Տիկին Զոհրաբյան Հրանտ Բագրատյանը ընդդիմադիր քաղաքական ուժերին կոչ արեց համախմբվել, ընդդիմադիր կոալիցիա ստեղծել, Բարգավաճ Հայաստանին այդ առաջարկը ըստ էության չեղավ, եթե լինի նման առաջարկ, դուք տեսնում եք նման հեռանկար կոալիցիա ստեղծելու եւ 2017 թվականին այսպես միասնաբար եւ ուժեղ մասնակցելու, այլապես Հրանտ Բագրատյանն ասում է առանձին եւ հատվածական հաջողության չեն հասնելու, կլինեն պրոյեկտներ դրանք։ Տեսականորեն Հրանտ Բագրատյանը շատ կարևոր բան է ասում, բայց մեր ցավոք սրտի մեր անցած տարիների պատմությունը մեր երկրի քաղաքական մշակույթի ցույց է տվել, որ դա ըստ էության իրականանալի չէ։ Նախ ես ինքս դեմ եմ այսպես քանակական միավորումներին, որտեվ կներեք դրանք որևէ արդյունք չեն տալիս, նախ եթե լինում են միավորումներ, պիտի հասկանանք թե ինչի շուրջ։ Միավորումները չպիտի լինեն միայն նրա համար, որ ասվի, որ կներեք 1974 կուսակցություն եւ 89000 հասարակական կազմակերպություն միացան եւ այսպես թվային առումով ինչ որ գրանցվեն Գինեսի ռեկորդների գրքում ցանկացած միավորում պիտի լինի միավորում գաղափարների շուրջ, պիտի լինի միավորում ծրագրերի շուրջ, պիտի լինի միավորում տեսլականի շուրջ։ Ես չեմ տեսնում հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև այսպես գաղափարական ծրագրային միասնական մի տեսլական, որը հնարավորություն կտա մի կողմ դնել ամբիցիաները եւ միավորվել հանուն շատ ավելի բարձր նպատակի, քան նեղ անձնական, նեղ կուսակցական շահերն ու ամբիցիաներն են։ Ես նորին մեկ այլ գործընկերոջը լրագրողներից մեկին ասեցի, եթե անգամ մարտի 1-ի հանրահավաքը դառնում է երկու քաղաքական ուժերի միջև կռվախնձոր, թե ով է մարտի 1-ի հանրահավաքի սեփականատերը, կներեք ինձ համար տգեղ, անամոթ, անպարկեշտ մի բանավեճ, առաջին հերթին այսպես անազնիվ մարտի 1-ի զոհերի եւ նրանց հարազատների հանդեպ, ինչ ավելի այսպես գլոբալ 2008-ից Հայազգային կոնգրեսներ կարծեք թե ամեն տարի նույն օրը համախմբում եւ դա չի նշանակում, որ որևէ քաղաքական ուժ իրավունք չունի, ուրեմն մարտի 1-ի զոհերի հարազատների հիշատակը հարգել այնտեղ, որտեղ ավանդաբար դա անում էր Հայազգային կոնգրեսը, որևէ մեկը չունի կներեք ինչ որ սեփականության եւ պահանջատիրության այսպես իրավունք տեղի ունեցած ողբերգության հանդեպ։ Ես դրա համար եմ ասում, եթե որևէ խնդրի շուրջ չեն կարողանում գալ համաձայնության եւ գիտեք մենք անցել ենք Բարգավաճ Հայաստանը անցել է Քարյակի, Եռյակի այդ ամբողջ էպոպեայի ճանապարհով, ցավոք սրտի այո մեզանում քաղաքական ուժերի ներկուսակցական, նաև ներանձնային հարաբերությունները շատ դեպքերում ուղղակիորեն խանգարում են, որ բոլորը վեր կանգնեն այդ ներանձնային ամբիցիաներից, ներանձնային հակակրանքներից շատ դեպքերում եւ կարողանան միավորվել մեկ ընդհանուր գաղափարի կամ ծրագրի կամ օրակարգի շուրջ, ինչը ի դեպ շատ ձեռնտու է իշխանության։ Իշխանությունը հենց խաղում է հենց դրա վրա, որ ընդդիմադիր դաշտը չի կարողանում կոնսոլիդացվել որևէ լրջագույն խնդրի շուրջ։ Դուք միավորումների նախադրյալ չեք տեսնում ընդդիմադիր։ Այս պահին ոչ, ես իհարկե տեսականորեն ես պաշտպանում եմ Հրանտ Բագրատյանի գաղափարը, տեսականորեն ողջունում եմ այդ գաղափարը եւ իհարկե շատ կցանկանամ, որ վերջապես մեր երկրում հնարավոր լինի ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև ձևավորել մեկ միասնական քաղաքական օրակարգ, բայց որպես գործիչ, որ այդ ամենի միջով արդեն անցել է եւ գործիչ, որը իրեն համարում է իրատես, այս պահին ես դրա հնարավորությունը համարում եմ քիչ հավանական, բայց քանի որ քաղաքականության մեջ ոչինչ բացառել հնարավոր չէ, ես շատ կուզենամ, որ հետագայում միջև 17 թվականի խորհրդարանական ընտրությունները այդուհանդերձ հնարավոր լինի որոշ քաղաքական ընդդիմադիր ուժերի միջև կարողանալ ձևավորել մեկ միասնական քաղաքական։ Քանի որ Տիկին Զոհրաբյան լրացավ հայտնի Փետրվարյան դեպքերի 1 տարին, Բարգավաճ Հայաստան կուսակցությանը ինչ հաջողվեց անել եւ ինչ չհաջողվեց առանց Գագիկ Ծառուկյանի։ Ուրեմն ես պիտի կրկին նշեմ, որ եթե չլիներ այն հսկայական այսպես ներդրումը, որ ունեցավ Գագիկ Ծառուկյանը Բարգավաճ Հայաստան կուսակցության ստեղծման գործում, Փետրվարյան ֆորս մաժորային իրավիճակին կուսակցությունը երևի թե այսպես չկարողանար դիմակայել եւ անցնել։ Ես Բարգավաճ Հայաստանը այսօր կա, Բարգավաճ Հայաստանը այսօր ամուր իր դիրքերում է եւ Բարգավաճ Հայաստանը պատրաստվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին շատ մեծ
ակնկալիքով։ Չթուլացավ կուսակցության ներուժը, մարդիկ դուրս եկան ի վերջո ֆրակցիայից։ Իհարկե կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո որոշակի կորուստներ ունեցավ եւ դա բնական է եւ դա այդպես է, դա փաստ է, բայց կրկնում եմ կուսակցությունը մնաց, կուսակցությունը այսօր Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական դերակատարներից մեկն է եւ կրկնում եմ մենք գնում ենք 17 թվականի ընտրությունների շատ մեծ ակնկալիքով։